Ողջույն սիրելի հետևորդ, այսօր մեր 9-րդ տասն է։ Կանցնենք 18 և 19-րդ էջերին։ Մենք արդեն տեղյակ ենք մեր այբենական համակարգին, լատին ամերիկյան այբենական համակարգին, որ գլխավոր մեր 7 հնչյունները, դրանք անվանվում են այբենարանի, այբուբենի սկզբնա 7 հնչյուններով։ Դրանք լատինա ամերիկյան են։ Իհարկե նրանք տարբեր լեզուներով կարող են տարբեր հնչել։ Օրինակ, եթե մենք հիմա այստեղ ասում ենք A, B, C, D, E, F, G, սա հոլանդերենով ասվում է A, B, C, D, A, F, G, տեսակ G-ն դարձավ G, օրինակ այստեղ եղավ C, C-ը փոխարեն, հիմա հայերենով սա ասում ենք S, վերջին վանկարկումը լինում է E, չէ, B, A, B, S, D, և մեր այբուբենը իհարկե չի համընկնում, մեր այբուբենի առաջի տառերը չեն համընկնում, սա ուրիշ է, ոնց որ ռուսերենով էլ սա ասում են C, օրինակ, A, B, V, G, D, այսպես է գնում, մեր հայերենով A, B, G, D, E, չէ, դա չի համընկնում, սա վերաբերում է լատինա ամերիկյան մեր այբուբենին, այսպես ասված, հիմա այստեղ տրված է, որ տեսեք, սկսվում է A-ից իհարկե, բայց երաժշտության մեջ սկսվում է դոից, դո, ռե, մի, ֆա, սոլ, լա, սի, այսինքն C, D, E, F, G, A, B, դրա համար այս երկուսը սկզբնա A-ն ու B-ն գալիս են վերջ, այսպես է դիրքը, այդ կանոնը, իսկ այստեղ ինչն է այսօր մեզ հուշելու, որ մենք արդեն սկսելու ենք անցնել սպիտակ ստեղների վրա, սովորել նվագել, պետք է գտնենք սկզբում այս տառերը, ինչպես մեզ օգնում են կարդալ, կարդալու մեջ, այնպես էլ այս տառերը այստեղ մեզ օգնելու են նոտաների օգնությամբ նվագել, ճանաչել ոնց որ մեր նոտաները, այստեղ ինչ է ասվում, հիմա տեսնենք ինչ է ասվում, ասում է piano keys are named for the first 7 letters of the alphabet, beginning with A, ինչպես ասացի, որ մեր սկզբնա, օրինակ մեր այս հնչյունները, գլխավոր 7 հնչյունները անվանվելու են այբենարանի սկզբնա 7 տառերով, սա է ուզում ասել, և սկսվելու է I-ից սկսվում է, to find A on the keyboard, find any 3 plug key group և գտնում ենք 3 սև ստեղները, մենք արդեն գիտենք, սև ստեղներին ճանաչում ենք, որ նրանք բաղկացած են 3 և 2 խմբերի, չէ, այդ սև ստեղները, և արդեն քանի որ այն ճանաչում ենք, հիմա նրա միջոցով, նրանց օգնությամբ պետք է սպիտակ ստեղների վրա տառերը գտնենք, play the white key between the second and third black keys, հիմա տեսնում ենք, ասում է նվագիր այդ սև ստեղները, տեսեք, 3 խմբի մեջի, երկրորդ և երրորդ, second and third, երկրորդ և երրորդի արանքում արդեն պետք է գտնենք մեր A տառը, հենց A տառով էլ կարող եք այս վարդագույն, մենք տեսնում ենք գույները, արդեն երեխաները պետք է սովորեն նաև այս մեթոդը, գույներով, որպեսզի հետո արդեն պոչիկները գույներով նշենք, ավելի հեշտ կարդալու համար, տեսեք, A տառով արդեն սա մեր ստեղնաշարն է, look the A's on this keyboard, ասում է տես բոլոր A-երը, տես սև, այս 3 խմբերը, երկրորդ ու երրորդի, այսինքն սա առաջի, երկրորդ և երրորդի արանքում գտնվող և մենք պետք է այն սկսենք արդեն ճանաչել և այդ keyboard-ի վրա, ստեղնաշարի վրա, եթե ունեք նման մի բան, կարող եք տաք երեխաներին կամ մատիտներ ունեք կամ ստիվթ, այդ մարկերները, որ առնեք, երեխային գույներով տվեք, թող նա նշի արդեն այս ռոզվի, վարդագույն գույնով A-երը, թող նկարի, կարող եք նաև հայերեն էլ A գրել, կապ չունի, որ իմանա, որ սա հենց A է անվանվում, օրինակ գնում եք ամենա այստեղ ներքևը, տեսեք ինքը ասում է, find all the A's on the short keyboard below, ներքև, ամենաներքևը, ուրեմն print an A on each one, և այնուհետ պետք է այն տպեք, այդ տառերը տպեք դրա վրա, հիմա եթե հիշում ենք կենտրոնից դեպի ներքև, ամենաներքևի երև ստեղները ես գտա, օրինակ, այստեղ արդեն ան սեղմել եմ, ու կարող եք երեխային մինչև դեպի կենտրոն, որ թողնում եք գա, 3 հատ, կենտրոնից արդեն աջ ձեռքով թող ցուցամատով, արդեն բարձրանա վերև բոլոր A-երը սեղմի, հիմա տեսեք ձախով եկանք, մինչև ասենք կենտրոն, հետո արդեն աջով գնում ենք դեպի վեր, այսպես, հետո արդեն կարող եք երեխային օգնել, որպեսզի ինքը, տեսեք, արդեն այսպիսի A-երը գրի,
որ օրինակ երկրորդ եւ երրորդ գծի, տեսեք, սոլի բանալի անպայման պետք է sense նկարի, հա, երկրորդ գիծը դա մեր սոլն էր, հետո սոլից հետո տեսեք, սոլն էր, այս սոլը, ահա, տեսեք։ Եվ այս սոլից հետո անմիջապես հետո եկավ արդեն տողի մեջ, մեր ան, վարդագույն։ Թող նկարի երկրորդ եւ երրորդ գծերի մեջտեղում ատարը տրեք թող գրի, ամեծ ատար, ափոքր ատար եւ այն է թող ներկի։ Այսպես կարող եմ մի տող գրել, հետո եթե արդեն դա արդեն կարողանում եք, կարող եք B-ն, հա, այս B-ն երրորդ գծի վրա արդեն հաջորդը գալիս է մեր C նոտան, հա, ոնց որ C, դո ռե մի ֆա սոլ լա C։ Okay, այսպես սովորացրեք երեխաներին արդեն փոքրին ծանոթանան, որ գրեն տողերի վրա, թող սկզբնական տողեր գծեն 5, սովորեն, հա, ներքևից։ 1, 2, 3, 4, 5։ Եվ այն հետ կարող են արդեն, եթե նոտայի տետր ունեք, կարող են նոտայի տետրի վրա արդեն սովորել այս նոտաները գրել։ Ու արդեն հետո, եթե սա գրել է, թող ցույց տա նվագի այդ այրը, հա։ Սա մի փոքր հուշում, հետո արդեն հեսա կանցնենք հաջորդ էջի վրա եւ այս այրը երբ որ գտնում եք, արդեն կարող եք երեխաներին մի փոքր հուշում այով բառեր։ Օրինակ մենք սովորել էինք այդ տարբեր երաժշտական գործիքները, հա, ամեն մի տառը ունի իր երաժշտական գործիքը։ Այստեղ էլ օրինակ կարող եք դուք ինքներդ ավելի տպավորիչ, երեխաներին ավելի հոգեհարազատ անուններ, թեկուզ անուններ, հա, մարդկանց անուններ կամ օրինակ արև, արև եկեք, կարող եք ինձ այդ այրը շեշտելուց, արև եկեք, հա, զիզի քարին վերեք, այսպեսի մենք հայկական շատ սիրուն փոքրիկ երգ ունենք, դա էլ կարող եք գտնել իմ շորթերի մեջ եւ երեխաներին ձեր օգնությամբ տվեք թող նվագեն, շատ հեշտ է։ 4 տարեկանից երեխաները կարող են արդեն նվագել, շատ սիրուն է հնչում։ Ու արդեն կարող ենք նաեւ մրգերի անուններ, օրինակ անանաս, ավոկադո կամ անանաս, ոնց էլ ինչ կար, մեկ էլ օրինակ apple, հա, անգլերենով հենց։ Հեսա հաջորդ էջում արդեն ձեզ կհուշեմ, թե այն ինչ անվանումներ ունեն այս տառերը։ Տարբեր օրինակ անուններով կարող եք հուշել երեխաներին։ Այստեղ արդեն անցանք հաջորդ էջին, 19-րդ էջին։ Տեսեք, տրված է արդեն մեր սպիտակ ստեղների վրա, հա, ինչպես պետք է գտնենք սև ստեղների այս խմբերի օգնությամբ։ Տեսնում եք արդեն 3 սև ստեղներ, 2, հա, նրանց օգնությամբ պետք է գտնենք արդեն մեր տառերը, այս նոտաները։ Ասում է an easy way to find any white key։ Ասում է սա շատ մի հեշտ ճանապարհ է, հա, տարբերակ է, որպեսզի գտնենք այս սպիտակ մեր նոտաները, ստեղները։ Հա, տեսնում ենք արդեն տարբեր անուններ։ Այստեղ ասում է play a name each of the following white keys, play all the A's on your piano, then all the B's, etc. Տեսեք, էս է ասում արդեն նրանք գտիր, հա, նվագիր եւ անուններ տուր նրանց համար, ամեն մի հնչյունին իրեն անվանումը տուր եւ ասում է գտիր այրը, այնուհետ B-երը, հետո եւ այլն։ Use left hand, հա, երրորդ ուրեմն պետք է ձախ ձեռքը օգտագործենք, 3-ը, որ keys below the middle of the keyboard, ահա, այսի ասում է երրորդ փաստորեն մատով պետք է մենք այն նվագենք, use right hand, 3-4 keys above the middle of the keyboard։ Դες մենք նախորդում ասեցի, որ ցուցամատով, բայց այստեղ ասվում է, որ պետք է ձախ ձեռքը երրորդ մատով, դե քանի որ մեր միջնամատը, նա ամուր մատ է անվանվում, հա, պինդ մատ, կարելի երեխաներին տալ մինչև կենտրոն, որպեսզի նրանք այս նոտաները նվագեն, հա, երրորդ մատով, այնուհետ արդեն ասում է օգտագործեք աջ ձեռքի համար երրորդ մատը, միջամատը, հա, եւ այն գնացեք մինչև վերև։ Արդեն կենտրոնից մինչև վերև պետք է ցույց տանք։ Տեսեք, սա արդեն մեր սև ստեղների, դե գիտենք արդեն apple, տեսեք, apple, օրինակ ապելսին, հա, անանաս, ինչպես թվարկեցի մրգերի անունները, կարող եք նաև արև կամ ինչ որ մի անուն կապ չունի, դուք ինքներդ ընտրեք, իսկ որտեղ են գտնում, ասենք B-ին, տեսեք, 3 սև ստեղները, տեսեք, արդեն գտնում ենք վերջին սպիտակ ստեղնի վրա։ Սա համարվում է արդեն մեր բեն, տեսեք, անգլերենով ինքը boy է ասվում, հա, տղա, boy։ Դուք կարող եք օգտագործել էլի մրգերի անուններ, օրինակ բանան,
հա, կարող եք օրինակ B-ով ուրիշ այլ անուններ տալ, դուք ինքներդ որոշեք ինչ եք ուզում։ Այստեղ արդեն cat, հա, ինքը կատուն է, say-ով մենք սովորել ենք արդեն say-ով էլ ուրիշ ինչ-որ մի անվանումներ կարող եք տալ, սա հենց ոնց որ cat, ինքը անգլերենով է այդպես կատածում, տեսնում եք ուրիշ պես ձև է հնչում, բայց ընդհանրապես ասում ենք see իրան։ Հա, դրա համար դուք C-ով ինչ-որ մի ծաղիկի անուն տվեք, Սիրան օրինակ, ծաղիկի անուն կամ մարդու անուն տվեք, հա, այսպիսի ինչ-որ մի բան, որ ավելի տպավորիչ լինի։ Իսկ հաջորդը այստեղ օրինակ դն է, հա, dog, հա, շունիկի մասին է, դուք էլ D-ով ուրիշ ինչ-որ մի բան, the whole, ասենք ինչ-որ սովորել էին, կամ դուդուկ, կամ չգիտեմ, գույն նշեք դեղին, ինչ-որ մի բան, ու արդեն գտնվում է, տեսեք, երկու սև ստեղների, ասենք, արանքում, սա ինչպես գտնում էր առաջինը, դե գիտենք դոն արդեն որտեղ է գտնվում, հա, կենտրոնից, գալիս ենք այստեղ այդսին, առաջի սպիտակ ստեղն է, հետո արդեն elephant, տեսեք, էտարով է, ինքը elephant, փղիկին է ասում, երկու սև ստեղների հենց վերջինն է գալիս այստեղ, իսկ հաջորդը frog, գործն է, հա, դուք եք կարող եք ասել football օրինակ երեխային, չգիտեմ, father, ասենց ինչ-որ բան, 3 խմբերից առաջի ստեղն է, իսկ սա արդեն girl, տեսեք, ինքը կոչվում է աղջիկ, girl, բայց այստեղ արդեն մենք կարող ենք ասել օրինակ գիթար, չէ, գույն, գարուն, G-ով, ինչ-որ մի բան, օրինակ կամ G-ով, չգիտեմ, ինչ-որ մի բան մտածեք, սև ստեղներն են 3 ու առաջին ու երկրորդի արանքում, տեսեք, սև ստեղները առաջի ու երկրորդի արանքում է արդեն գտնվում, այսպես կարելի է սա ամեն օր ինչ-որ մի փոքր վարժանք, հա, երեխաներին որպես հուշում, սա հուշումն է, որ արդեն պետք է սկսենք սպիտակ ստեղների վրա նվագել։ Ինչ է այստեղ ասվում, ասում է you can now name every white key on the piano, the key names are A, B, C, D, E, F, G used over and over։ Այսինքն սա արդեն դու կարող ես անընդհատ թվարկել, օգտագործել նա անվանումները տալ, հա, սրա մասին ինչ որ մի փոքր սեյտայով անուններ տալով այն նվագել մեր ստեղների վրա։ Play and name every white key going up the keyboard beginning with bottom key։ Հա, այսի արդեն նշել էինք, որ սա արդեն սկզբից մենք պետք է ամենավերջի ներքևի A-ից սկսենք, ոնց որ ասել էի, հա, ու այսպես արդեն հետո B-ն ամենաներքևից, հա, հետո C-ն, հետո D-ն, այսպես պետք է մինչև վերև բարձրանանք, հա, հետո արդեն E, հա, էտարը, հետո F, մինչև վերև, հա, հետո արդեն X, G, G, այսպես մինչև վերև, հա, պետք է բարձրանանք, սա էր 19-րդ էջի համար, հիմա ուզում եմ նորից ավելացնել ինչ-որ մի վարժանք, անցնենք առաջ։ Տեսեք, արդեն վարժանքներ կարելի է երեխաների հետ կատարել, թելադրություն, բայց ռիթմային թելադրություն և շատ հեշտ, մենք ունենք արդեն 3 տարբեր տևողության նոտաներ, այդ նախշերը, և այդ նախշերով կարելի երեխաներին ռիթմային թելադրություն, սկզբից ինչ ենք անում, ծանոթացնում ենք նրանց լսողությունն ենք փորձում, թե ինչքան օրինակ հարված են լսում, օրինակ քանիսը, 2-ից ենք սկսում, քանի անգամ անում ենք մինչև երեխան կողմնորոշվի, եթե շատ փոքր են, հա, 2 հարված կամ 3 հարված, 4 հարված ասենք, հետո արդեն, եթե արդեն կողմնորոշվում են, կարողանում են ճիշտ պատասխանել, կարող եք հարվածները երկարացնել և դանդաղեցնել, օրինակ կարճացնել, առաջի հարվածը կարճ, երկրորդ հարվածը երկար, օրինակ 1, 2, 3, արդեն հետո բացատրում եք, որ սա 1-ն է, սա 2-ը, կես տևողությունը, հետո հակառակը երկար, 1, 2, 3, տեսեք արդեն այսինքն տված կես նոտան առաջվում է դրվում, հետո երբ որ արդեն սրան ծանոթանում է երեխաներ, կարող եք մեջտեղի նոտան, օրինակ 2, 3, 4, 1, 2, 3, 4, ինքը արդեն, տեսեք հիմա այստեղ գրում ենք, օրինակ ասենք թե 2 քառորդ, հա, 2 հատ զարկ լսեց, գրում եք 2 հատ քառորդ,
Այսինքն 1, սա առաջինն է, սա երկրորդն է արդեն։ Հետո արդեն եթե 3-ն է լսում, ասենք 3/4, Իսկ 3-ն է, 1, 2, 3, արդեն 4/4-ն է, տվեք 4 զարկ, թող ինքը այսինքն 4-ը հատ քառորդ նոտա գրի, որ իմանա, որ սա էլ 4 զարկ լսեց այստեղ, այսինքն 1, 2, 3, 4, տեսեք, 1, 2, 1, 2, 3, 1, 2, 3, 4, իսկ հաջորդը արդեն կարող եք մի փոքր երեխաների հետ, օրինակ, այսպես մի խաղ, որ տեսեք, առաջին օրինակ նոտան, թող կարճ, երկրորդը երկար, այսինքն 1, 2, 3, ինչ եղավ, ինքը արդեն կլսի, որ առաջինը կարճ էր, երկրորդը երկար, ու այսպես 1, 2, 3-ը մտավ այստեղ, հետո հակառակը արդեն երկար նոտան, 1, 2, 3, արջևում ենք դնում, այստեղ էր կարճը, ու ինչ եղավ, արդեն սա 1, 2-ն էր, սա էլ 3-ը, և արդեն հաջորդը, տվեք այսպես 4/4-ի մեջ, օրինակ, այսպես մեջտեղի նոտան արդեն երկարնայինք, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, արդեն ինքը կլսի, որ մեջտեղի երկրորդ նոտան, նախքանի զարկ է լսում, թող ինքը կետ անի, այդ զարկերը, օրինակ տամ, պամ, պամ, սկզբից ասեք քանի զարկ ես լսում, կետեր արա, այդքան կետ, հետո արդեն նոր միատել եք սեղմում, տամ, պամ, ինքը արդեն գիտի, որ առաջին նոտան կարճ է, երկրորդը երկար պահվեց, տեսեք, իսկ երրորդը այսպես խաղեր կարող եք անեք, 1, 2, 3, 4, այսպես լսողությունը կարելի է փորձել երեխաների, սրանք էլ շատ կարևոր վարժանքներ են, ամեն դասին սկսնակների համար ես անպայման ռիթմային թելադրություն եմ տալիս, որ իրանք անպայման լսեն այդ զարկերը և ռիթմը այս կանոններին տիրապետեն, տեսեք, մենք ունենք, ասենք, կամ, ասենք, ունենք նաև, տեսեք, այսպես, կարող եք նաև մեկ զարկ, 1, 2, 3, 4, չմոռանամ, ունենք նաև այս երկար նոտան, որ ինքը պահվում է 4, այսինքն 1, 2, 3, 4, իրենց բացատրեք, որ այսպես կարող եք օրինակ հարվածել 1, 2, 3, 4, ու ինքը արդեն իմանա, որ 4-ը դա օրինակ սա համարվում է 4-ը, սա համարվում է 2, սա մեր 1-ն է համարվում, այսպես փազլ ինչ-որ մի բան, որ երեխաները արդեն տարբեր են, քառորդ նոտան, կես նոտան դա 2-ին համարժեք է, սա 1-ին, քառորդ նոտան 1-ին համարժեք է, սա էր այսօրվա մեր դասը, հաջորդ դասն արդեն կանցնենք մեր սպիտակ ստեղների վրա, մի փոքր ինչ-որ մի բան նվագել, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, կհանդիպենք արդեն հաջորդ դասին, շնորհակալություն, հաջողություն։